Մենք հայերեն ենք խոսում Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն դեռևս հայերենն է եւ հույս ունեմ այդպես էլ կլինի։ Ինչին չեք հասկանում։ Հարց ենք տալիս, ուզում ենք հասկանանք ինչ սահմանադրական կարգա խախտվել, որ դուք էլ փորձում եք պահպանել։ Հարցակում ա եղել օրինակ, չգիտեմ, կարող է ինչ-որ մարդիկ գործողություն է կատարում, Ինչ գործողություններ, ինչ հասարակական կարգը այսինքն խախտվել է, ով է խախտել, ուզում ենք հասկանալ։ Ներողություն, իսկ փաստաբան, այսինքն օրինական հիմքեր ունեն ձեր գործողությունները, քրեականներ, չգիտեմ, փաստաբաններ ներկա եղել են ձեր գործողությունների ընթացքում։ Այսինքն մենք ենք բաժղայնացած։ Մենք ենք բարկացած, որովհետև մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրն ենք։ Փորձեք մտնել ներս տեսնեք։ Իհարկե կփորձեմ։ Ես էլ փորձեցի, չթողեցին, հանեցին։ Ես խոչընդոտեք մեր ծառայության։ Խնդրում եմ ինձ չխոչընդոտել, որպես հավատավոր հայուհի, ես ուզում եմ իրավունք ունեմ մտնելու։ Ներողություն եմ խնդրում, լսեք ինձ։ Իհարկե։ Մեր ծառայությունը քեզ խնդրում ենք ուղղակի մի խոչընդոտեք, կլինի։ Իսկ կարող եմ հիմա մեր հոգևոր առաջնորդարանն մտնել։ Առաջնորդ չեք կարող մտնել, որտեղ հենց հիմա ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառումներ իրականացնում։ Կարող ենք իմանալ ինչ միջոցառում, ինչ գործողություններ եւ ով է խախտել այն կարգը, որի հիման վրա դուք այստեղ եք գտնվում։ Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային։ Այսինքն դուք չգիտեք ինչ եք իրականացնում։ Մենք անվտանգություն ենք ապահովում։ Ում անվտանգությունը։ Հանու տարածքի։ Տարածքը անվտանգ է, մենք զինված չենք, որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, իսեր Աստծո։ Հարգում եմ ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ես էլ ունեմ, հավատացեք։ Ուղղակի մեր ծառայության բերումով մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Երբ որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգեվոր Չէ, մեր հոգեվոր արժեքի վրա այսօր ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետությունում Սուրբ հայրերին այսօր ձերբակալել են, ինչը նշանակում է, որ այլևս մեր երկրում մեր հավատքը վտանգված է։ Ես խնդրում եմ, որպես դուք հայորդի, ուժեղ, պաշտպանող, մեր հայուհիներից պաշտպանն եք դուք։ Եվ ես հույս ունեմ, որ երբ որ ասկյարները կգան ու հրամանը կիջնի, որ շատ տգեղ ու բռնաբարող գործողություններ են իրականացվելու։ Դուք այդ դեպքում չեք արդարացնի, որ ծառայություն եք իրականացնում եւ ստիպված եք լռելու։ Հիմա խնդրում եմ, մի ենթարկվեք այն հրամանին, որը ապօրինի է, եւ ենթարկվեք հայ ժողովրդին, ով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, եւ խնդրում է, պահանջում է ձեզնից, որպես հայ տղերք, հայերեն խոսացող տղերք, երբ որ դուք ծնվել եք, ձեր ծնողներին ասել են, որ հայ օջախը շեն մնա, հայ արուզավակ է ծնվել, եւ հենց այն եկեղեցականները, ովքեր այսօր կալանավորված են ու ձերբակալված են, նրանք օրհնել են ձեր մկրտությունը, ձեր պսակադրությունը, ձեր զավակների մկրտությունը, Աստված մի արածե մեր տատիկ պապիկների մահվան արարողությունը, ես խնդրում եմ հարգել իմ հավատքը եւ չխոչընդոտել։ Ոչ մեկ ձեր հավատքը չի դնում այն աստիճանի վրա, որ անհավատորեն մոտենանք։ Ուղղակի մեր ծառայությանը այս պահի դրությամբ դուք խոչընդոտում եք։ Ինչ արեցինք, որ խոչընդոտում ենք։ Հնարավորինս վարորդներից դուրս։ Չէ, ես խնդրում եմ էլի, զինված չենք, նորմալ մարդիկ ենք, խաղաղ։ Ես չեմ տիրապետում։ Կասեք ինչ որ մի հատ կոմպետենտ մարդ, ով որ կարա այդքանը մեծ միջոցառում կավարտվի։ Եվ դուք հոգևորականներ կան այս պահին։ Մենք չենք կարող պատասխանել, անկեղծ եմ ձեզ։ Իսկ հանցագործներ կան ներսում։ Մենք չենք կարող պատասխանել։ Ոչ մի հարց չի կարող, ոչ մի հարց չի։ Մենք չենք իմանում։ Մենք մեր ծառայությունը իրականացնում ենք։ Չէ, նայեք, եկեք որպես ճիշտ հասկանանք, էլի իրար դուք մեզ ճիշտ հասկացեք։ Անվտանգություն եք, չէ՞ ապահովում։ Մենք անվտանգություն Ում անվտանգությունն է։ Իրանք ասացիք, որ բախում էր եւ այլ չլինի։ Մենք չենք տիրապետում մնացած։ Ո՞ւմ չէ բախում լինի, այսինքն ներսում կան մարդիկ։ Անվտանգություն ասած հասկացողություն։ Լավ, հասկանում եմ, հարգելիս։ Խնդրում եմ ինձ բացատրեք, այս պահին ներսում կան հանցագործներ։
Ես չեմ տիրապետում։ Իսկ հոգևորականներ կան։ Չեմ տիրապետում։ Բա ի՞նչն եք ինչ էր Ես կատարվում։ ուզում եմ ձեզանից խնդրեմ, բոլորից հետ ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք, ստեղ սպասեք, ձեզ ոչ մեկ Իսկ չի ինչով ենք արգելում։ խոչընդոտում, եթե մենք այստեղ Ձեզ սպասենք, ոչ մեկ- մուտքի մոտ։ ձեզ ոչ մեկ Մուտքի չի մոտ սպասենք արգելում։ կամ ներսում։ Հա։ Կարող ենք ներսում։ Չէ՞ Ձեզ ոչ մեկ չի արգելում։ Տեսեք, մենք ժողովրդավար Կարապ երկրում այնտեղ ենք կանգնել, ապրում այո, եւ կարապ 3 միլիոն վարչապետ ունենք, ճիշտ է։ Եկեք- Ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ։ Ես չեմ ուզում, Խնդրում եմ չխոչընդոտել իմ հավատքին, ուզում եմ մուտք գործել։ Ուզում եմ մուտք գործել։ Բան հարցնեմ, այս փագել եք, եկեղեցին է ինչ եք փագել։ Եկեղեցին ինչի է փագել։ Սպասեք։ Մի րոպե։ Չհասկացան, բան ճիշտ ասած։